Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տեր Արմեն։ Ողջույն ձեզ, Նարեկ ջան, ողջունեմ ձեզ եւ ձեր բոլոր ունընթիրները, երկար բացակայությունների հետ ուրախ ենք, որ անգամ եւս ձեր դաղավարի հյուրն ենք։ Հիմա տեսեք, օգոստոսի 2-ին ազգային ժողովի առաջին նիստն է տեղի ունենալու 9-րդ գումարման խորհրդարանի։ Օրենքում հստակ գրված է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ելույթի իրավունք ունի։ Քաղաքական իշխանությունը չարաշահելով իր լիազորությունները ամենայն հայոց կաթողիկոսին չի հրավիրում ելույթ ունենալու, չնայած որ օրենքի մեկնաբանման տեսանկյունից Գարեգին երկրորդը եթե ցանկություն ունենա կարող է վեր կենա եւ գնա եւ ոչ մեկ չի կարող ըստ օրենքի իրեն սահմանափակել, բայց այնուհանդերձ իշխանությունների կողմից այս օրենքի խախտումը դուք ինչպես եք մեկնաբանում։ Ես չեմ կարծում, որ սա օրենքի խախտում է, Նարեկ ջան, որովհետև եթե կաթողիկոսը չի հրավիրվել, ուրեմն դա ամենամեծ ապացույցն է, որ այսօր երկրի իշխանությունը ժողովրդով հանդերձ Հայաստանում եւ իսպիրս աշխարհի Գարեգին երկրորդը Կդրիչ Ներսիսյանին չի ճանաչում որպես ամենայն հայոց կաթողիկոս, թե չկարծեմ, թե որ հրավիրված պետք է լիներ։ Բայց գիտեք ինչ ուղղակի ես մտածում եմ, հիմա դուք ասեցիք, որ օրենքով ինքը կարող է վեր գնալ եւ գնալ այնտեղ ազգային ժողով, այսինքն ես մտածում եմ, որ մարդը ինչքան իր արժանապատվությունը գործած պիտի լինի, որ առանց հրավերի ելնի գնա։ Ես կարծում եմ, որ այս բարակային, եթե նույնիսկ ազգային ժողովը կամ կառավարությունը այդ գումարված նիստին հրավիրեր Կդրիչ Ներսիսյանին, ինքը պիտի չգնար, որովհետեւ սա արժանապատվության հարց է։ Մենք ինչպես վեր տեսնում ենք, վերջին մի տարին կոնե, այսինքն իր անունը հավասարվեց գետնի։ Այսինքն մինչև այսօր ես զարմանում եմ, որ այդքան մարդիկ անամոթ են, որ մնում են դակավին կարճած այդ ատորներից, խոսքը ուրեմն Կդրիչի մասին է եւ իր շքախումբի մասին է, որը գալանավորել են հայ եկեղեցին եւ բռնազավթել են Գրիգոր Լուսավորչի գահը։ Այնպես որ եթե ինքը սպասում էր դակավին, որ պիտի հրավիրվի ազգային ժողով, ուրեմն ամոթ, որովհետև իսկապես ինքը այդ արժանիկը չունի եւ ինքը վաղուց գործընթացած է այդ արժանիկը եւ եթե խոսում ենք օրենքի մասին, անշուշտ է եթե նույնիսկ օրենք է թույլ տալիս, բայց մեր եկեղեցում այդքան օրենքներ կան, որոնք ոտնահարված են, այնպես որ օրենք չպահողը չի կարող ուրիշից օրենք պահանջել։ Դու որպես եկեղեցական եւ որպես աթոռը քրավող մի անձնավորություն եւ որ դու քո եկեղեցվո կանոնները, կարգ ու կանոնը չես կարողանում պահել, չես կարող պահանջել կառավարությունից, որ իրենք հարգեն քո դիրքորոշումը կամ հարգեն քո ներկայությունը, որպեսզի գնաս եւ օրհնես այդ նիստը։ Բայց դա ով է որոշում։ Ով է որոշում։ Հա։ Եթե մենք խոսում ենք ազգային ժողովի մասին, եթե ազգային ժողովն է հրավիրողը, այս բարակային ուրեմն որոշողը ազգային ժողովն է։ Չէ, ես նկատի ունեմ ով է որոշում, որ կաթողիկոսը խնդրահարույց իրավիճակում է։ Այսինքն վերջին իրադարձությունները միթե բավարար չեն, խնդրահարույց է, այսինքն ինչ պետք է լինի, որպեսզի ապացուցի, որ պետք է օրինակի համար ինչպես Պակրատը, ինչպես Միքայելը, ուղղակի զինյալ ապստամբություն որտեղրեն, որպեսզի դա որոշի, թե իրենք արժանավոր են կամ արժանավոր չեն Նարեկ ջան։ Հարցում ուղղակի ես հարցնում, ինչ պետք է անի մի հոգևորական, որպեսզի ինքը գործընծնի իր դիրքը, իր արժանապատվությունը եւ իր ներկայության ցանկությունը որևէ մեկտեղ։ Այսօր ոչ թե միայն ազգային ժողովն է, որ մերժում է իրեն հրավիրել, այլև ինքը աշխարհի զանազան երկիրներում, զանազան եկեղեցիներում ինքը ցանկալի անձնավորություն չէ։ Նայեցեք, եթե մենք նայենք մեր նախորդ կաթողիկոսներին, լինի դա Մետրիդան Անգելիկիո կամ Էջմիածնի բոլոր քաղաքալներին, նրանք գոնե դարին մի քանի անգամ հրավիրված են եղել, որովհետեւ հովվական այցելություն տան երկիրների եւ համայնքների, որտեղ հայեր են ապրում, բայց մենք տեսնում ենք, որ
այս մարդը նույնիսկ նրան արժանացած չի, նույնիսկ եկեղեցիները, համայնքները նրան չեն հրավիրում, որովհետեւ ինքը հովական այցելություն դա այդ համայնքին։ Այսինքն խոսքը ոչ թե միայն ոնց գնա։ որտեղ գնա։ Ասում եմ սեկտը փակել են, ոնց գնա։ Այսինքն երբ են փակել են 10 տարի առաջ, 30 տարի, մի տարի է որ փակել են։ Այսինքն 30 տարիներ ինքը ինչ կատարեց, որ մի համայնքը այցելեց կամ որ մի համայնքին ցավին կամ գարիկներին գնաց եւ հետաքրքրվեց։ Ցեզ ավելին ասեմ, այս մարդը այդքան գործընծուցած է իր հոգեվոր եւ բարոյական արժեքները, որ նույնիսկ աշխարհում մենք ունենք եկեղեցիներ, որոնց նվազագույն հոգեվոր խնամքը չի մատակարարում։ Նայեցեք այսօր ես մոռացած եմ հիշեցնեմ, որ ես այլևս Վարնայում չեմ, մենք միշտ խոսում ենք Վարնայից, Բուլղարիայից, բայց այսօր ես տեղափոխվել եմ Իսպանիա Մալագա քաղաքը։ Գիտեք ինչու։ Մեկ պատճառով։ Այս մարդիկ 5 տարիներ առաջ, 6 տարի առաջ մի եկեղեցի կառուցեցին, հայկական եկեղեցի։ Այստեղ որ միայն 250 ընտանիք է ապրում, այս մարդիկը հանցն արան իրեն անձնական լումաներով այստեղ եկեղեցի կառուցեն։ Եվ երբ որ հարցը հասավ այնտեղ, որ եկեղեցին պետք է օծվի, եկեղեցին պետք է հոգևորական ունենա, այս մարդիկը առանց ամաչելու մի հատ հոգևորական ուղարկելու համար 150,000 եվրո են պահանջել։ Այսինքն, չգիտեմ մեր ժողովուրդը դակավին ինչ է սպասում, որպեսզի իմանա, որ այս եկեղեցին այլևս քաղաքալ չունի, մենք գլուխ չունենք, այստեղ ունենք մենք բարձրապես մի քանի բիզնեսմեններ, որոնք արիտից օգտվելով ուզում են ինչքան որ կարող են սպիրկից խլել իրենց գալվածները եւ իրենց դրամները եւ այս խոսքից որպես հավատույց նարեջան մեր այս զրույցից առաջ ես ցեզ ուղարկեցի պաշտոնական գրությունը հայրապետական պատվիրակության կողմէ ի Վատիկան, որը ներկայացուցիչն է Գդրիչ Ներսիսյանին, որի նամակի մեջ ասում է, որ մինչև 150,000 եվրո չփոխանցեք, մենք ցեզ հոգևորական չենք տրամադրի։ Տեսեք, այս ձեր ուղարկած նամակի մեջ, ներողություն, այս ձեր ուղարկած նամակի մեջ ասում է Խաժակ arczepiskopos-ը նամակ է ուղղել 2026 թվականի հունվարի 5-ին Տիար Ռաֆայել Բադալյանին, Մալագայի հայերի միության ղեկավարն է եւ ասում է դրա համար համայնքը պետք է հոգա նրա բնակարանի, աշխատավարձի, առողջապահական ապահովագրության եւ ավտոմեքենայի ծախսերը, տարեկան ընդհանուր ծախսը կկազմի մոտ 50,000 եվրո, եւ գլխանց ուզում է հոգևոր հովի 3 տարվա կեցության ծախսերը ընդհանուր 150,000 եվրո։ Այսինքն հոգևորականը նայում է եկեղեցուն 150,000 եվրո։ Այսինքն սա ամոթ է, սա ուղղակի աղետ է հայ եկեղեցու մեջ, Նարեկ ջան, եթե դուք եւ եթե մեր ժողովուրդը հասկանան։ Այսօր Հայաստանի մեջ ծառայող մի հոգևորական, որը ծայրամասում է ապրում, որը հացի գարիկ ունի, հացի փող չունի, եւ մյուս կողմից Եվրոպայի մեջ ապրող որևէ մի հոգևորական, ես չգիտեմ, որ ինքը 150,000 եվրո 3 տարվա աշխատավարձ ապահովագրություն է ստանում։ Այսինքն այդ սրբազանը, Խաժակ սրբազանը, որը արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակն է, ես իրեն հարց եմ ուղղում։ Սրբազանը է, ձեր համայնքի կամ ձեր եվրոպական, արևմտյան եվրոպական թեմի որ մեկ կահանային դուք ապահովել եք 150,000 եվրո, կամ միտե ինչ է, նախարար է, վարչապետ է, ինչ է, դուք մոռացաք ավետարանի պատկանը, որ ասում է ծրի եք արել, ծրի դվեք։ Այո, մեր ժողովուրդը հասկանում է, որ կահանան մնալու դեղի գարիք ունի, բնակարանի գարիք ունի, ապահովագրության գարիք ունի, բայց ի վերջո մենք այստեղ Եվրոպայի մեջ ապրողներս մենք լավ գիտենք, որ նվազագույն պայմաններով ամիսը 1000 եվրոյով հոգևորականը կարա պահել ինքզինք եւ կարա պահել իր ընտանիքը 150,000 եվրո գլխից դուք ուզում եք ինչի համար, դուք ինչ գարանտիա եք տալիս, որ այս ժողովուրդը եթե 150,000 եվրո դա, դուք իրեն հոգևորական պիտի ուղարկեք։ Կամ միթե այդ հոգևորականը արժանավոր հոգևորական է,
որ պիտի կարողանա իրականացնել մարդկանց պահանջները։ Եվ այս պատճառով ուրեմն համայնքը այստեղ 6 ամիս է ավելի հոգևորական չունի։ Եվ չխոսենք այն մասին, որ այստեղ տալանվեց եկեղեցին։ Այստեղ եկեղեցին գնացել այդ տարածք։ Ներողություն։ Դուք եք գնացել այդ տարածք հիմա։ Ես եմ գնացել այդ տարածքը, որովհետև այլևս երբ որ համայնքը հուսահատվեց, եւ որ վերջին անգամ դիմեց Խաչակ Սրբազանին խնդրելու, որ ապրիլ 24-ին իրենց մի հատ հոգևորական դրամատրի, որովհետեւ գնան այստեղ Մալաքայի քաղաքապետի կողմէ գազմագերբված ապրիլ 24-ի հանդիսությանը, Սրբազանը մերժում է եւ ասում է ես ձեզ ասել եմ, մինչեւ այդ գումարները չփոխանցեք, դուք հոգևորական չեք ունենա։ Եվ սա մեր ցավերից մեկն է։ Ես սրա պատասխանատուն ով է, կարող է հիմա մեկը ասել, որ ձեր նամակի մեջ նման բան չկա գրած, է։ Ներողություն։ Այս ձեր ուղարկած նամակի մեջ նման բան չկա գրած, որ միջև այդ փողը չտակ քահանա չեք ունենա։ Այնտեղ ի՞նչ է գրած Նարեկ ջան։ Այնտեղ երբ որ դիմել են քահանայի համար, այնտեղ ասել է, որ այս են պայմանները, մարդիկ էլ ասել են, որ մեզ նամակի հանձնեցեք ձեր պահանջները, որովհետեւ մենք քննարկենք այստեղ համայնքի հետ, եւ այս նամակն է ուղարկել։ Եվ երբ որ ապրիլի 19-ին այս տարի զանգահարել են, որովհետեւ էլի խնդրեն հոգևորական, ասելա ես ձեզ ասել եմ, մինչև այդ 150,000-ի հարցը չլուծվի, մենք ձեզ հոգևորական չենք տրամադրի։ Եվ ավասիկ այդ պատճառով ես ապրիլի 20-ին հասա այստեղ, որովհետեւ այդ ապրիլի 24-ի միջոցառմանը գոնե ես ներկա եմ եւ պատկերացուցեք Նարեկ ջան, Մալագա քաղաքը միակ քաղաքներից է աշխարհի մեջ, որ քաղաքապետարանը ինքն է գազմագերբում ապրիլ 24-ի այդ հանդիսությունը իր բոլոր ծախսերով եւ իր բոլոր գարիքներով։ Եւ մենք որպես հայ եկեղեցի զլանում ենք Սրի մի հատ քահանա ուղարկել եւ մենք այդտեղ ունենք քահանաները, գողքի քաղաքը մի 200-300 կիլոմետր այն կողմ քահանա կար, որը կարող է գնաց կնստել եւ կա, բայց արգելվեց։ Ինչի համար, ով է այս նամակը, բայց ինչքանով է ճիշտ, ինչքանով է իրական, կարող է կեղծ ասարկած է, սա ձեզ որտեղից։ Այս նամակը ուղղակի ուղարկված է մեզ համայնքի։ Եվ այս նամակի վրա տվագա եւ մենք դա հրապարակեցինք, նույնիսկ մեր Facebook-յան էջերու վրա հրապարակեցինք դերտերի մեջ եւ ոչ մի արձագանք չկա, ուրեմն դա ճիշտ է։ Եթե շղթում հրապարակված է այս նամակը։ Ներողություն։ Այս նամակը հրապարակված է, հանրայնացված է։ Ինչի՞ հանրայնացված է նամակը մի քանի անգամներ որպես բողոքի ցանկ, իսկ եթե կասկածողներ կան, կխնդրեմ ուղղակի կապ հաստատեն Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակին եւ հարց տան Սրբազան ցածերը ստորագրությունն է, ցածեր գրած նամակն է, եթե ոչ, ելեք հրապարակավ ասեք ոչ։ Սա աղետ է։ Մեր եկեղեցին հասել է անելանելի վիճակի մեջ։ Այսինքն դու մի հատ կանոնայի բահելու համար դու կարող ես օրինակի համար ասել, որ մեր պայմանները, որ դուք ամիսը այդքան եվրո պիտի վճարեք, 1500-ի ընդհանրեք, բայց ոչ թե 5000։ 5000 չկա, սենց ամսական բանկի դիրեկտորները չեն ստանում։ Կառավարության քաղաքապետը չի ստանում այսպիսի ամսական։ Նիկոլ Փաշինյանը չի ստանում 5000 եվրո ամիսը։ Դու ուզում ես մի հատ կանայի համար, որ պիտի կա հովվի 250 ընտանիք։ Այստեղ ապրում է 200։ Բայց դա ընդամենը 4150 եվրո տարեկան է 50,000-ը։ Ասեզի համար Հայաստանում ոչինչ է կարող, բայց մեզի համար Եվրոպայում սա մեծ գումար է։ Տուն պետքա վարձի, Եվրոպայում էլ գները թանկ, yani 4000 եվրոն ինչ է ապրելու համար։ Լավ, ես ցեզ ասեմ, այստեղ նվազագույն աշխատավարձը Պաշտոնյայի, որևէ մեկ Պաշտոնյայի Իսպանիայի մեջ 1200 եվրո է։ Հիմա դուք ինչքանով եք այդտեղ աշխատում։ Ես հիմա եկել եմ այն պայմաններով, որ նվազագույն ամսականը պիտի ստանամ, որ է 1200 եվրո։ Այդքան բան եւ եկեղեցին այստեղ դրամատրված է մի ննջասենյակ
եւ մի գրասենյակ, որի մեջից ես այսօր ցես հետ խոսում եմ, եւ այդ ամսականը բավարարից էլ ավելի բավարար է։ Հարցը այդ մասին չէ, Նարեկ ջան։ Մենք հեռացել ենք Աստվածաշնչից, հեռացել ենք Սուրբ Գրքից, մենք ամեն ինչ դարձրել ենք բիզնես։ Ամերիկայի մեջ բսակի համար սագը $5,000 է, Եվրոպայի մեջ մգրդության համար սագը $5,500 է, Ֆրանսիայի մեջ չգիտեմ ինչ եք անում, դուք եկեղեցին որտեղ եք տանում, դուք ուղղակի տաս հարկել եք ձեզ համար բիզնես, ինչքան կարողանում եք գողոպտում եք այս ժողովրդի քրբանները եւ այս ժողովրդի արյունը խմում եք։ Դուք պատկերացնում եք, Նարեկ ջան, 250 ընտանիքի մասին է խոսքը, որոնք իրենց վերջին լումաներով այս եկեղեցին կառուցել են 750,000-ի։ Եվ այսօր դու ուզում ես 150,000 մի հատ հոգևորական ուղարկելու համար։ Այս սրբազան դու ստանում ես 5,000 եվրո։ Որտեղից ես ստանում։ Ինչի համար ես ուզում 5,000 եվրո։ Կահանան ինչ պիտի անի այստեղ։ Ես այս ամբողջ իմացակ, որ իրանք հոգևորականի խնդիր ունեն ու գնացիք։ Որովհետև ինձ դիմեցին երկու անգամ ծեր ալիքի միջոցով, ուրիշ հարցազրույցների միջոցով, որ տեսան, որ ես բարձրացնում եմ այս եկեղեցու տերությունները, որի մասին մենք խոսեցինք նաև Վառնայի կարգավիճակը եւ իրավիճակը, մարդիկ ինձ դիմեցին եւ ասեցին այսպես է վիճակը։ Եվ ես որ ապահովեցի այնտեղին տեղը, երկու հոգևորականներ եկան, ես անմիջապես որոշեցի գալ եւ ծառայել այս համայնքին, որի վերջին գոբեկներով հայ եկեղեցի է կառուցել։ Դա որպեսզի համար բադիվ է, որ ամբողջ Իսպանիայի մեջ միակ հայ արաքելական եկեղեցի որպես կառույց, դա գտնվում է այստեղ Մալագայի մեջ, Բեն էլ Մադինա քաղաքի մեջ։ Եվ դուք փոխանակ հբարդանակ, որ այս մի քանի հայերը կառուցել են այսպիսի հայկական ճարտարապետություն ունեցող եկեղեցի, դուք փոխանակ օժանդակեք, փոխանակ իրենց գողքին կանգնեք, դուք պահանջում եք եկեղեցու կալվածը պիտի քրվի Էջմիածնի անունին, հոգևորական պահելու համար պիտի վճարեք 150,000 եվրո, եկեղեցին օծելու համար չգիտեմ ինչ պետք է անեք, ամոթա չափ սահման կա, բայց դա ապացույց է, որ այսօրվա եկեղեցու քաղաքալը եւ իր բենդեն անամոթ մարդիկ են, իրենց Աստվածը, իրենց հորովայնը եւ իրենց փողն է, դա ուրիշ բան չգիտեն եւ մենք դա առաջին դեպքը չէ, մենք քանի դեպքերի հանդիպեցանք Մոսկվայի մեջ, մի հատ եկեղեցի օծելու համար 50,000 եվրո են ուզում, ինչ եք ուզում, այդ Սերմիրոնը ինչից է սարկած, աթամանտից, ինչից է սարկած, Ձոսա Աստծո ծրի դված շնորհքն է ձեզ, որ ձեզ արժանի է քդել, թեկուզ եւ գնաք այդ միրոնը օծեք, դուք այդ միրոնը վաճառում եք մարդկանց վրա, գնունքի կամ բսակի կամ չգիտեմ ինչի համար։ Ուր եք ուզում հասցնել այ եկեղեցին։ Ձեր նպատակը ինչ է։ Ես այսօր բարձ հստակ ասում եմ, այս մարդիկ ունեն միայն մեկ նպատակ, քանդել հայ եկեղեցին եւ հայ ժողովուրդը բարակդել, ծրել եւ հերացնել եկեղեցին։ Այդքան է, ուրիշ նպատակ ես չեմ տեսնում։ Եվ հետո էլ ասում են, ինչու համար ազգային ժողովը չի հրավիրել Գդրիչ Ներսիսյանին։ Ձո Գդրիչի որ մի արժանիքի համար պետք է հրավիրեն։ Որ մի արժանիքի համար։ Իրան հրավիրեն առանցին շվարել է ազգային ժողովը, որովհետեւ այս մարդը Գին երեխաներ ունի, որպես ընտանիք իրեն հրավեր ուղարկեն, կամ որպես անձ ուղարկեն, ինչպես հրավիրեն։ Իսկ ձեզով նշանակեց ինչպես որ Վառնայում ինձ նշանակողը ժողովուրդն էր եւ ինձ ազատ դա պետք է թեմի առաջնորդը չէ նշանակի, հիմա դուք ինքնագործունեությամբ չեք զբաղվել։ Այո, առաջնորդը պետք է նշանակեր, բայց առաջնորդը եւ որ 150,000 եվրո է պահանջում մի հատ հոգևորականի համար եւ այս մարդիկ չեն կարող դա։ Ինչ թող անեն։ Մարդիկ ծարավ են Աստծո խոսքի, մարդիկ ծարավ են բادرակի եւ աղոթքի, եւ որ առաջնորդը առաջնորդ չէ։ Ինչ թողն է այս ժողովուրդը։ Ձոլավ է մինչեւ այսօր մեր ժողովուրդը մնացել է եկեղեցասեր, մինչեւ այսօր մեր ժողովուրդը դագավին
հույս ունի, դակավին հավատում է մեր աղոթքներին, դակավին հավատում է մեր օրհնությանը։ Բայց մենք ձեր նայել արածը հիմա ունենք վավերական համարվելու է, չնայած որ ձեզ նաև Մայրաթորը կարգալույց էր, չէ՞ Ես հռչակում։ վավերական է, իմ նշանակումը վավերական է, որովհետև ժողովուրդն է ընտրել, որովհետև այստեղի համայնքի ղեկավարությունը ընդհանուր ժողով են արել եւ որոշել են, որ հրավիրելու ենք Դեր Արմենին որպես հոգևոր հովիվ։ Գդրիչը չի ուզում, Գդրիչի կարծիքը ընդհանրապես մեդահեզելակրկիր չէ։ Թող կնայի գլուխը որ մի բադին ուզերան, թող զարնի։ Գդրիչը թող երթա սպաղվի իրա քյուղացիներով, իրա չգիտեմ բարեկամներով, նրանց թող ուղարկի ուր որ ուզում է։ Բայց այն մարդիկ, որոնք իսկապես ուզում են հավատք, ուզում են եկեղեցի, ուզում են կանոն, ժողովուրդը ինքն է որ կընտրե, ում կհրավիրե եւ ով կկանչե։ Ինչպես որ այսօր հասկանի ժողովուրդը ինքն է որոշողը, որ Գդրիչին կհրավիրե ազգային ժողով կամ չի։ Եկեղեցու մեջ եկեղեցի չեք ստեղծելու, այսինքն հայ առաքելական եկեղեցու մեջ մի համայնք առանձնանում է կաթողիկոսի հոգևոր վերադասի կարծիքը հաշվի չառնելով։ Մենք բնավ եւ երբեք չենք առանձնացել։ Մենք մեզի համար մենք ընդունում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածինը որպես մեր եկեղեցվո դունը, որպես մեր եկեղեցվո հիմքը եւ մեր ամբողջ ենթակայությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է, բայց ոչ այսօրվա աթորը բռնազավթած Գդրիչ Ներսիսյանին։ Եվ հույսով ենք, որ շուտով կցերպազատվի մեր եկեղեցին, եւ հույսով ենք, որ շուտով այն տադական հադյանին, որ պիտի ներկայանա ինք եւ 6 եպիսկոպոսները ընդեղ հավանաբար կբռնվեն եւ զնդանները կնետվեն եւ այսպիսով եկեղեցին կսկսի ապրել նոր վերելք առանց Գդրիչ Ներսիսյանի եւ իր պետեի։ Ես ինչ հիշում եմ, դուք ասում եք հեսա կաթողիկոսը հեռանալու է, բայց այդտեղ հայ համայնքը գիտի, որ նաև Գարեգին երկրորդը ձեզ կարգալույց էր հռչակել։ Այո, հայ համայնքը ամեն ինչի դեղյակ է եւ հայ համայնքը նաև գիտի, որ Գդրիչը արդեն կարգալույց է եւ ինքը կարգալույց անելու որևէ մեկ իշխանություն չունի։ Այսօր ամբողջ մեր ժողովուրդը ընտանիքի անունից իրավունք ունեք դա ասելու։ Մեր ժողովրդի աչքերը բացված են, այլևս մեր ժողովուրդը այդ ոչխար գարկավիճակի մեջ չէ, որ ինչ որ կաթողիկոսը կամ Գդրիչը ասե, իրենք ամեն ասեն։ Մեր ժողովուրդը այսօր գիտի, զանազանում է տացը չորից եւ գիտի ով արժանի է եւ ով արժանի չէ։ Եվ վաղը մենք տեսնելու ենք, թե ով է գնալու ազգային ժողով։ Գարկի վրա նստողը, աթորը բռնազավթողը, թե չագերդյալ գարկալույցը պիտի գնա բացումը կատարի ազգային։ Դե, ասեցին Թալինի կարգալույց հռչակված քահանան է գնալու, Տեր Թադե աշխարհի կանոնը չեմ հիշում։ Դուք դրան ինչպես Դեր դատեն, այո, Դեր դատեն, դա Միրոնով ոցված է, Դեր դատե անունը չես կարող փոխել։ կարգալույց է հռչակված։ Մնում է Դեր դատե։ Ով չի հավանում իր քրիստոսը թող գնա բադին դա։ Հա, բայց դուք քրիստոնեություն եք քարոզում, դուք ոնց կարաք բրդյան կոչ անեք։ Սիրելի, ես քրիստոնեություն քարոզում եմ, բայց քրիստոնեությունը նաև բանջում է արդարություն։ Քրիստոնեությունը նաև քրիստոնեության մեջ կա կանոն։ Քրիստոնեություն չի ասում, եթե ապտակում են մյուս այդը դեմ տուր, իսկ դուք ասում եք գնա գլուխդ պատին։ Օգտված է Միրոնով, դա չես կարա Միրոնը չնչել, չես կարա։ Ինչպես որ դու մգրան ինչպես կնայեք, որ օրինակ քահանան նստի, այդ աթոռին եթե քահանան նստի, դրան ինչպես եք նայում։ Ինչու՞ չէ։ Որովհետև թղթի վրա գրած է կաթողիկոս, գրած չի Նիկոլ Փաշինյանի սրտի քահանա։ Ինչու Նիկոլ, եթե դա պիտի որոշի եպիսկոպոսական ժողովը, երբ որ եպիսկոպոսական ժողովը որ որոշի այս բարակային քահանա պիտի նստի կաթողիկոսական քահին, ինչու՞ չէ։ Ինչու՞ չէ մեր կաթողիկոսները ամուսնացած են եղել։ Չէ, ես նկատի ունեմ ազգային ժողով կարող է Տեր Թադեն գնա։ Կարող է գնալ։ Նման տեղեկություններ էին շրջանառվում, ինքն էլ չի հերքում։ Ինչու՞ չէ։ Այսինքն Դեր Թադեի դված օրհնությունը ավելի նվազ է, քան Գդրիչ Ներսիսյանի։ Ես պիտի ասեի, որ խնդիր կա, դրա օրենքի մեջ գրած է կաթողիկոսի ելույթ, որտե
Տեր Թադեի։ Գդրիչ Ներսիսյանը 30 տարիներ օրհնեց ձեր ազգային ժողովը եւ նրա համար այսօր մենք այս կարգավիճակի մեջ ենք, մենք գործրինք ամեն ինչ, որովհետեւ դա հավատական ինչ-որ սն հավատության դա բաներ անեցք է նրա օրհնությունից անեցք են, Արեգ ջան, դուք չեք հասկացել։ Նայեցեք, մեր բادرիակներից մեկը ասում է, որ մեկ Աստված եւ որ մեզ դալիս է վատ հոգևորական բան, վատ առաջնորդ, սա կարող է որպես բադիժ լինի մեզ, որովհետև մենք չենք ուզում զանազանել տածը չորից, մենք չենք ուզում տեսնել ճշմարիտը սուդից, արդարը անարդարից, եւ մենք գնում ենք անարդարության հետևից 30 տարիներ պաշտպանելով Գդրիչ Ներսիսյանը, եթե գտնեք Գդրիչ Ներսիսյանին, ուրեմն դուք գբակ եկեղեցու։ Ձեր սիրելիս Գդրիչ Ներսիսյանը եկեղեցին չէ, ոչ էլ եկեղեցու գլուխն է։ Գդրիչ Ներսիսյանը ժամանակավոր, սպասավոր եւ բահագ է Գրիգոր Լուսավորչի հաստատած գահին եւ աթորին, բայց այնտեղ այսօր ինքը աթորը չթողեց, ոչ մի բան չթողեց, ինչ մնաց։ Եթե հավատքների բանը պայթեց, հա, ոնց որ էլ չկա, բարեփոխման ինչ որ շարժում էին սկսել, ինչ էին արել։ Այդ բարեփոխման շարժում ընթացքի մեջ է եւ երբ որ մենք ընդրեցինք ներկա իշխանությունը, նաեւ ամբողջական լիազորություն տվեցինք ներկա իշխանությանը, որ սադարի այդ եկեղեցու բարեկարգմանը եւ դա գրվեց իրենց ծրագրի մեջ եւ առաջ Աստված այս եկող օրերին կամ շաբաթներին այդ իրենց ծրագիրը իրականացնեն եւ մեր եկեղեցին կսկսի նոր շունչ եւ նոր ծնունդ ապրել։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն։